Հայաստան դաշինքը այցելել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաք հանդիպել բնակիչների հետ։ Եթե իշխող թիմը փորձի լկտիաբար խլել մեր հաղթանակը, ապա ի պատասխան նրանք կստանան հեղափոխություն, հայտարարել է դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով ներկայիս իշխանությունը հասել է բացարձակ աբսուրդի, հայտարարելով, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր կարող է դառնալ Ադրբեջանը։ Մի երկիր, որն էթնիկ զտում է իրականացրել Արցախում, օկուպացրել է ինքնիշխան Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ նրա նախագահը հերոսի կոչում է շնորհել հայ սպահին գլխատած մարդասպանին։ Քոչարյանը խոսել է նաև սահմանագծման մասին, հայտարարել, որ Տիգրանաշենը չի կարող անցնել Ադրբեջանին։ Հայաստանը արդեն այնքան շատ է զիջել, այլևս զիջելու տեղ չունի։ Նայեք, իրենք Գերանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին։ Եվ ընդամենը դա երբ եղավ, արդեն ինչքան ժամանակ անցավ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը։ Չի եղել փաստաթղթեր նորմատիվային, որով դու պետք է դելիմիտացիան անես, բայց այնտեղ հողերը հանձնել են եւ հայտարարել են, որ արդեն դելիմիտացիան արել են։ Տիգրանաշենը չի կարող ինքը անցնել Ադրբեջանին, ուղղակի բացառում է։ Ես չեմ զարմանա, որ մեր գազամուխը հայտնվի իրենց թերապետության տակ, մեր հիմնական մայրուղու դեպի Վրաստան գնացող ինչ-որ հատվածներ եւս հայտնեն իրենց վերահսկողության տակ։